Բարև ձեզ Factor TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն է, ողջույն։ Բարև ձեզ։ Չեք կարծում, որ ով է հրահրել պատերազմը, ով է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետություն հայտարարել եւ նման բովանդակությամբ բանավեճեր, ասենք վերջին օրեն Տեր-Պետրոսյան Փաշինյան մակարդակում ընդհանրապես վնասում են մեր պետականությանը, Բաքուն է այդ հայտնի դատավարությամբ մարդկանցից կորզում ցուցմունքներ ճնշման ներքո, որ Հայաստանը օկուպանտ է, Հայաստանը զինել է Լեռնային Ղարաբաղի բանակը, հիմա ստացվում է ԼՊՏ-ին, թե ՏՊԼ-ին, ով եւ ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմատայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո 18 տարեկան զինվորներին տեղակայել միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս, ասում է վարչապետը, հակադարձելով Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե Փաշինյանը հրահրել է պատերազմ։ Շատ լավ, նախ եւ առաջ վարչապետը ձևակերպմանը անդրադարձա ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում եւ ասաց, որ ձևակերպումների մասով երկար մտածել է, թե ինչպես կարող է ձևակերպել ավելի նրբանկատ ձևով եւ կարծում եմ, որ այս ձևակերպումը ներքին լսարանում խոսակցություն հրավիրելու փորձ է եւ առհասարակ մենք ինչքան կարող ենք ձևացնել, որ այն ինչ տեղի ունեցել մեզ հետ, տեղի չի ունեցել։ Ինչ օրինակ։ Այն, որ եթե մենք փորձում էինք տարբեր միջազգային փաստաթղթերում ձևակերպումներ տալ այդ պահի դրությամբ, որպեսզի դրանք Հայաստանի Հանրապետության շահին չվնասեն, բայց մենք ինքներս մեր հետ անկեղծ չենք, որոշ իրողություններում, որոշ ձևակերպումներում եւ սա արտացոլվում է թերևս լավագույն անկախության հռչակագրի կոնտեքստում մեր քննարկումների մեջ։ Եկեք մի պահ դուրս թողնենք Ադրբեջանն այս զրույցից եւ ինքներս մեր համար ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումն առայն, որ անկախության հռչակագիրը Սահմանադրության մաս չէ, խոսակցություն ունենանք անկախության հռչակագրի մասին։ Նախ ես մտավախություն ունեմ, որ մեր քաղաքացիներից շատերը չեն ընկալում, որ անկախության հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է ընդունված օրվա պատգամավորների քաղաքական մտքի ծիրում։ Եթե մենք վերցնենք արձանագրությունները այդ պահին ինչպիսի քննարկում է եղել անկախության հռչակագրի ընդունման շուրջ, ես օրինակ կարծում եմ, որ շատ գործընկերներ կզարմանան, որ այդտեղ նաև փորձում էին զետեղել ոչ միայն այն ինչ զետեղել են, այ օրինակ անկախության հռչակագրով փորձել են չեղարկեն 1921-ից 23 թվականներին Հայաստանի վերաբերող Խորհրդային Միության որոշումները։ Պարզ է, չէ՞, ինչ որոշում են փորձել չեղարկել անկախության հռչակագրով։ Ինչպիսի երազանքներ, ինչպիսի ցանկություններ են Լեռնային Ղարաբաղի Հայաստանի վերամիավորումը նկատի ունեք։ Ընդհակառակը Ստալինյան որոշումը Արցախը Ադրբեջանին տալ եւ այս որոշումը վերամիավորում։ Այսինքն անկախության հռչակագիրը օրվա քաղաքական գործիչները, որոնք ընդունել են քվեարկությամբ, ընդ որում կոնսենսուսային տեքստի ձևով, արտացոլել են այդ օրվա քաղաքական գործիչների երազանքներն ու պատկերացումները։ Եվ օրինակ ես վստահ եմ, որ եթե մենք մեր քաղաքացիներին հարցնենք անկախության հռչակագրի վերաբերյալ հարցեր, նրանք նախ տեքստին վստահաբար ծանոթ չեն լինի, երկրորդը բավականին այսպիսի ռոմանտիկ պատկերացումներ ունեն։ Մինչդեռ դա հայտարարության տեքստ է, որը իմ պնդմամբ, օրինակ, հիմա եթե մենք հարց տանք, իսկ անկախության հռչակագիրը վերաքվեարկության կարիք ունի, միանշանակ պատասխանը ոչ, որովհետև անկախության հռչակագիրը նկարագրում է ստեղծված իրավիճակում կրկին քաղաքական միտքը։ Եվ ինչքան մենք կարող ենք Ադրբեջանին ընդդիմության կողմից հրավերի պարագայում հատկապես մասնակից դարձնենք մենք մեր մասին խոսակցությանը եւ թույլ չտանք իրականում ինքնահայեցման գործընթացի մաս դառնալ։ Մինչդեռ ես կարծում եմ, որ ինքնահայեցման գործից փորձում են իրենց դուրս մղել մեր ընդդիմադիր գործիչները, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ դժվար փորձության միջով անցել են եւ դա է արդյունքը, որ 21 թվականի մարտի դաշտում ստեղծված իրավիճակը անտեսելով, հա, եւ օրվա իշխանություններին հնարավորություն են տվել, որովհետեւ ինձ թվում է խաղաղություն թե պատերազմ հարցը առհասարակ դրան վաղուց պատասխան տրվել է։ Ուղղակի չի եղել մի առաջնորդ կամ առաջնորդների խումբ, որն առաջարկել է գնալ դրա հետևից։ Տեր-Պետրոսյանը Փաշինյանը շատ կոնկրետ մեղադրանք է ներկայացնում, հայտարարել է պատերազմ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի է եւ վերջ ասելով, եւ նա միակը չի, Ռոբերտ Քոչանն էլ էր նմանատիպ հայտարարություն անում, որ պատերազմը հրահրել են կամ սադրել են, այդ բառը շատ լավ չեմ հիշում, բայց դա էր ըստ էության հայերը, հայկական կողմը
հայկական իշխանությունները։ Դե ես նկատում եմ, որ առհասարակ Երանախագահությունը Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան եւ Քոչարյան փորձում են ամեն ձևով Ադրբեջանի վրայից պատասխանատվություն հանել եւ երկրորդը Հայաստանի վրա դնել ողջ բեռը։ Չեք դատում։ Ձեզ են ոնց մեղադրում ամեն։ Չէ, մենք օրվա իշխանությունը դա Հայաստանն է։ Նիկոլ Փաշինյանը պարզապես քաղաքական գործիչ կամ լրագրող Նիկոլ Փաշինյանը չէ, դա Հայաստանի ղեկավարությունն է։ Եվ ես կարծում եմ, եւ դրա հիմքերն ունեմ, եւ հիմա կասեմ ինչի, որ հայտարարությունների մակարդակով առհասարակ պատերազմներ չեն լինում, այսինքն չես կարող ինչ որ մի հայտարարություն անել, եւ առհասարակ ես կարծում եմ, որ մենք ունենք այնպիսի տեղեկատվություն, որ այս պատերազմը վստահաբար շատերն ունեն, որ այս պատերազմը նախանշվել է շատ ավելի վաղ։ Այսինքն այնպես չէ, որ Ադրբեջանը այսպես լսել այդ հայտարարությունը 2 ամսում զինվել, 1 ամսում եւ որոշել հայտարարել պատերազմ։ Դուք առիթ եք տվել, որ նա հարցը։ Մենք առիթ չենք տվել եւ երկրորդը Արցախը Հայաստանը եւ վերջ իրավական հիմքը այս հայտարարության ես կարող եմ հակառակը պնդել, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանն է, որովհետեւ թե անկախության հռչակագրի տեքստը, որն ընդունվել է ուրեմն հղում տալով միավորման ակտին եւ թե դրանից առաջ առհասարակ Գերագույն խորհրդում ընդունված որոշումը, որն ըստ Վահրամ Աթանեսյանի հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է դրա հեղինակը, այս վերջերս տրված հարցազրույցում, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյան ոչ թե հայտարարել է, այլ դրան տվել իրավական ուժ այդ հայտարարությունները։ Կնայեք, բայց հետո հանրաքվե է տեղի ունեցել եւ Լեռնային Ղարաբաղը անկախացել է, այսինքն այդ որոշումը, եթե նույնիսկ Տեր-Պետրոսյանը սխալ է գործել, հանրաքվեով վերացվել է։ Բայց այդ ընթացքում որոշ ժամանակ եղել է, որ Հայաստանը կարող էր ըստ Լևոն Տեր-Պետրոսյան ներքաշվել պատերազմի մեջ, բայց ես այդպես չեմ կարծում։ Ես չեմ կարծում, որ պատերազմները սկսում են հայտարարության պատճառով եւ մենք ունենք լեգիտիմ պատճառներ վստահ լինելու, որ այս պատերազմը ավելի շուտ է։ Հայաստանի թշնամին չեն, որ Ադրբեջանին սրբագործ են, ասենք Քոչյանը, Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, Փաշինյանին են մեղադրում։ Տևական ժամանակ փորձել եմ մտածել, որ 3 նախագահների հայտարարություններում ինչ որ մի միտք կա, որը Հայաստանին օգնելուն է միտված, բայց ես դադարել եմ դրամաբանություն փնտրել այս 3-ի հայտարարություններում։ Ես այնտեղ տեսնում եմ չարություն, ես այնտեղ տեսնում եմ ատելություն, ոչ միայն դեպ Նիկոլ Փաշինյանի, այլ հայ ժողովրդի նկատմամբ, որովհետև այն մեղադրանքները, որոնք իրենք հնչեցնում են իրենց պատկերացմամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, կարող են վտանգի տակ դնել մի ամբողջ ժողովուրդ։ Տեսեք, ինչու չեք հրապարակում 2019 թվականի խաղաղության պլանը, որով ռուսական խաղապանները կմտնեն Լեռնային Ղարաբաղ, 5 տարածքները կհանձնվեին Ադրբեջանին, շատ հեշտ ու հանգիստ, 2 տարածքները կմնային եւ դա կփոխկապակցվեր կարգավիճակի հետ, այսինքն մի հրաշալի, այսպես ասենք, նախագիծ մենք այնքան հեշտ ենք հիմա ասում 5 տարածքները կվերադարձնեին Ադրբեջանին։ Աննախադեպ լեգիտիմություն ունեիք դուք 2018-ին։ Դա ընդհանրապես Գայք եւ ասեք, մենք եկել ենք իշխանության, որ 5 տարածքները հանձնենք։ Ես հիմա շատ լավ, ես շատ հաճախ եմ այս հարցի շուրջ մտածում գործընկերներից հետ։ Չէ՞ որ կնեք այն ժամանակ Սերժ Սարգսյան թիմը ձեզ օգնում էր, նաեւ Քոչարյանը ասում էր, սրանք եկել են, որ Ղարաբաղը հանձնեն։ Դուք եք ասեք, դուք ճիշտ եք։ Դա օգնել չէր, դա ընդհակառակ ամեն չանել, որ այդպիսի բան տեղի չունենա։ Հիմա երբ որ մենք հիմա հետ հայաց նայում ենք եւ դիտարկում ենք այն իրավիճակը, որ ունենք, միգուցե դա լավագույն տարբերակներ, ընդ որում ես ասեմ, որ այդպես չի, որ 5-ից հանձնելուց հետո փոխկապակցվելու էր կարգավիճակի հարցը, մեր պատկերացմամբ կարգավիճակի հարցը ինչ որ պահից սկսած միշտ, այսինքն հենց սկզբից դիտարկվել է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի, բայց եկեք փորձենք պատկերացնել 18 թվականին Գետ-1 շրջանի հանձնում։ Ես ձեզ վստահեցնում եմ, ոչ մի քայլ հետ հայրենիքը պաշտպանող բանակը դա թույլ չէր տալու։ Ես դա չեմ ասում ես արդարացնելու համար։ Ես ասում եմ, որ դա թույլ չէր տալու խմբակցությունը, որովհետև այս վարչապետի նկարագրած այս հայրենասիրության մոդելից մենք դուրսում չենք եղել։ Հա, գուցե 1-2 պատգամավոր, որոնք ավելի իմաստուն են գտնվել Լեռնային Ղարաբաղի ուրեմն կարգավորման հարցում, ավելի այլ պատկերացումներ են ունեցել, բայց եկեք մի հատ պատկերացնենք, էլի այս 5 շրջանների հանձնելու, ես ասեմ մեկի մասին։ Առհասարակ մենք չենք կարող, չէ՞, ասենք, այո, կարա հնչի ստեղ մի հատ դիտարկում, որ դուք ժողովրդից պետք է իմաստուն գտնվեիք, որովհետև դուք տեղեկատվությանը, բայց մենք ժողովրդի մաս ենք, չէ՞, որը
25-30 տարի պատասխանատվություն պետք է ստանձնեիք։ Ռոբերտ, ես վստահեցնում եմ, որ այդ սցենարն անհնարին է, նույնիսկ մեկ շրջանի հանձնմամբ։ Միգուցե դուք փորձեք կոնսոլիդացնել, ասենք Ռոբերտ Քոչարյանը դուրս գար հրապարակ եւ ասեր ես աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին 5 տարածք հանձնելուն խաղաղ պլանին։ Նպատակը երբեք Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ իդեալական լուծում գտնել չէ։ Կամ միգուցե կնեք Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս գային հրապարակ եւ ասեն մենք գիտենք ինչ ծանր բեռ է եւ մենք կաջակցում ենք 5 տարածք հանձնելուն։ Փաշինյան գնա հանձներ այդ տարածքները։ Սարգսյանը անում էր ուղիղ հակառակը, ասում էր սրանք եկել են հանձնել, բայց դուք նրանց շանս չեք տվել ձեզ աջակցելու։ Եւ բացի դրանից եւ ներքին քննարկումներից էլ մի պահ արտահոսք եղավ, եթե կհիշեք, որ նրանք օր սպասում են, թե երբ է տեղի ունենալու պատերազմը, որը իդեպ Սերժ Սարգսյանը հայտարարել էրաժամբյոնից եւ հնարավորություն կլինի իշխանափոխություն անել։ Ես ես ասում եմ, որ բանակցային գործընթացը մտել էր փակուղի ըստ Սերժ Սարգսյանի եւ սա ճշմարիտ պնդում է այս առումով իր վարչապետ դառնալու պահին բանակցային որևէ հնարավորություն չի եղել խաղաղ կարգավորմամբ եւ Ադրբեջանն ուզում էր ավելի եւ ավելին արտացոլված է այն բանակցային փաթեթներով, որոնք առկա են վերջին պահին եւ ուզում եմ հիշեցնել, որ դրանք 3 փաստաթղթեր էին, որոնք ուղղված էին նախագահներին Ադրբեջանի եւ Հայաստանի եւ ուղղված վերջին փաթեթը եղել է այն փաթեթը, որն ուղարկվել է Սերժ Սարգսյանին։ Դա հասկանալի է, բայց դուք ինչու չեք փորձել ներքին համախմբում առաջացնել Հայաստանի նախկին իշխանությունների գային նրանք հրապարակային կանգնեն ասեն սիրելի ժողովուրդ մենք բոլորս այսպես առավելապաշտական նպատակներ ենք ունեցել ընդունում ենք խաղաղ պլանը որով հանձնում ենք 5 տարածք սա հրաշալի է հետ հայացք Տեր-Պետրոսյանը եւ Քոչյանը պատրաստ են եղել գալ եւ ժողովրդին ասել մենք հանձնում ենք 5 տարածք Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի դիմաց Սարգսյանին օգնած կլինեին եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ բանակցած կլինեին որպեսզի Ստեփանակերտի Սերժին հետ Երևան ուղարկած չլինեին իր բանակցային փաթեթով նախ եւ որ մենք խոսում ենք հայ ժողովրդի պատրաստակամության եւ իշխանությունների պատրաստակամության մասին ես ուզում եմ ձեզ հիշեցնել որ նույնիսկ պատերազմից աղետալի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ամենածայրահեղ հայտարարություններն էին անում բանակցային գործընթացի որևէ իրատեսական պլանի նկատմամբ եւ սա հաստատելու համար վարչապետին արձագանքը պետք է նայեք եւ որ նշաձողը իջեցնելու մասին էր խոսում վարչապետը իսկ ինչու մենք չենք արել այդ փորձերը վարչապետը խոսեց սրա մասին կրկին անգամ հերթական անգամ ՄՔՊ համագումարի ընթացքում մեր կուսակցության որ այն հայրենասիրության մոդելը որի կրողներ նաև նա թույլ չէր տալիս նման հարցի այս տեսակ լուծումը եւ ես կարծում եմ որ ընդհանուր առմամբ եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները փորձեին բանակցել շրջաններից մեկի վերադարձի շուրջ, որը անիրատեսական բան եմ ասում, մի շրջանը, անիրատեսական Ադրբեջանը այլևս այդ տարբերակը չի դիտարկել շատ վաղուց, այսինքն հստակ է եղել 5-ի մասով, ապա Լեռնային Ղարաբաղի իշխանությունները անգամ պարտված բանակի պարագայում, անգամ այն ծայրաստիճան վատ վիճակում որ հայտնվել են, չէին գնում նշաձողի իջեցմանը, չէին գնում այդ մարդիկ, ինչ 5 շրջանների հանձնման մասին է եւ ոչ թե ստախ մեր խնդիրն է, ստեղ նաեւ Սերժ Սարգսյանը հիշում եք այդ հայտնի որ Կարսի փոխարեն Ստեփանակերտ է երկելու Էս են իրականությունն է, որը մենք ապրել ենք եւ հիմա sense նստել ասել, այ այս 5 շրջանները պետք է վերադարձվեն Պետք է։ Եվ իդեպ հաշվի առնելով այն հրաշալի հարաբերությունը, որ առկա է Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի միջեւ, այդ ձեր ասածը կարող էր անել նաեւ աջակցությունը հայտնել ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին համախմբեն ջանքերը, չէ՞ որ ինչքան ուզեին այդքան կխփեին Սերժենք եւ որևէ խնդրեմ ավտորիտար ռեժիմը պիտի որ չունենային այս լուծում գեներացիան։ Երբ որ ասեցիք Սերժ Սարգսյանի հետ ուղարկեցին Լեռնային Ղարաբաղից բանակցային փաթեթը ձեռքին, դա այդ ապրիլյանից հետո նրա եւ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչների հանդիպումն է, որտեղ ցելի եթե չընդունեք այս ծրագիրը, այո Կարսի փոխարեն Ստեփանակերտ երկելու եւ սա իրականությունն է եւ սա արտացոլում է այն հարցի պատասխանը թե ինչու այսպես չարեցիք Սերժ Սարգսյանը հատկապես ով վայելում էր ես ենթադրում Լեռնային Ղարաբաղի այս էլիտայի աջակցությունը հաշվի առնելով նաև այս իշխանափոխությունը, որ վերջերս իրականացրել։ Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախկին նախագահն է։ Միգուցե նա համոզեր, ասենք Վիտալի Բալասանյանին, Բակո Սահակյանին հանձնել հողերը, 5 տարածքներ հանձնել օրինակ։ Հիմա հետ հայաց այս քննարկումը իմաստ ունի, եթե մենք չդիտարկենք մի քանի այլ
puzzle-ի մասեր, որոնք ամբողջացնեն պատկերը։ Ռոբերտ Քոչյանը երբեք այդ քալի չէր գնա, որովհետև ուզում էր, որպեսզի Հայաստանը պարտվի պատերազմում եւ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, որի արդյունքում ինքը կպաշտպանի իր ամբողջ գույքը, հավանաբար ապօրինի ծագում ունեցող գույքը, եւ երկրորդը նրանք իշխանատենչ մարդիկ են, ովքեր երազում են Հայաստանում գալ իշխանության, եւ ինչպես վերջերս օրեր առաջ բացահայտեց դա Վարդանիկը, Հայաստանը դարձնել Ռուսաստանի մաս։ Ես այլևս կասկած չունեմ, որ նրանք ամեն բան արել են, որպեսզի Հայաստանը պատերազմի արդյունքում ուրեմն մաս դառնա միութենական պետությանը եւ դրա համար որևէ ձև չեն փորձել կանխարգելել դա եւ հակառակը առաջին օրվանից կհիշեք մայիսի 1-ից հունիսի 1-ից իրենք ասում են եկել իշխանությունը հողերը տալու։ Իդեպ Գյումրի քաղաքապետի այդ խոսքը արդյոք այն օրենքի տակ չի մտնում, որով Հայաստանի ինքնիշխանության իրավազորության դեմ հայտարարություն է, թե նաև քայլեր պետք է արվի։ Չէ, սա կոչի մասին է եւ այդքան էլ չի մտնում դրա տակ, բայց ես կարծում եմ, որ սրան ըստ արժանապատվին պետք է տրվի քաղաքական գնահատական եւ բոլոր այն ուժերով սատար են կազմել եւ Վարդան Ղուկասյանին դարձրել են Գյումրու քաղաքապետ, պետք է ըստ արժանապատվին քաղաքացիների կողմից գնահատական ստանան։ Կարծում եք Անդրանիկ Թևանյանը դատապարտելու է նրան։ Ոչ մեկը չի դատապարտելու, ես վստահ եմ, Քոչարյանական ֆրակցիան չի դատապարտելու, հատկապես որ դաշնակցական 004 շրջաբերական հենց դրա մասին է, վստահ եմ, որ Պուն նույնպես չի դատապարտելու, պատիվ ունեմ, որովհետև Մարտունն է, որ դարձրել է Վարդան Ղուկասյանին քաղաքապետ, եւ ըստ այդմ քաղաքացիներին պետք է սրան ըստ արժանապատվին գնահատական տան 0 քվե տալով այս կուսակցություններին, ուրեմն մեր հերթական ընտրությունների ժամանակ։ Այսպիսի մի բան էլ կա, հետապնդում է, այսպես ասենք, իշխանության նկատմամբ, որ հոկտեմբերի 19-ին Պուտինը առաջարկել է կանգնեցնել պատերազմը, չի կանգնեցել Նիկոլ Փաշինյանը, ավելին 19 թվի այդ պլանը էլի ռուսական չի ընդունել, այսինքն կա պնդում, որ ՀԱՊԿ-ն, Ռուսաստանը, Բելարուսը, այսինքն Հայաստանի բարեկամները եւ դաշնակիցները անընդհատ թե ԵՏՄ նիստում, թե հապկի խողովակով, չգիտեմ, ԵՏՄ Երևանյան նիստում զգուշացրել են, որ պատերազմ է լինելու եւ դուք պարտվելու եք այդ 5 տարածքները տվեք, մենք երաշխավորում ենք անոր ժամանակով Լեռնային Ղարաբաղի այսպես գոյությունը հայերով բնակեցված եւ այսինքն Փաշինյանը մերժել է բոլոր խաղաղ պլանները։ Պատերազմի ժամանակ կհիշեք, որ 3 անգամ հրադադար է ուրեմն հայտարարվել, 3 անգամ Հայաստանի իշխանությունները բանակցել են հրադադարի շուրջ, հրադադար ռուսական միջամտությամբ, հրադադար ֆրանսիական եւ ամերիկյան առաջնորդությամբ, այդ դրանցից որևէ մեկը չի պահպանվել եւ ոչ հայկական կողմով։ Ես կարծում եմ, այս հարցի պատասխանը Հայաստանի Հանրապետություն պատրաստ է եղել գնալ հրադադարի բանակցություններով։ Իսկ ինչ վերաբերում է, գիտեք, ես ուղղակի զարմանում եմ, որ մինչեւ հիմա որոշ քաղաքական գործիչներ ինչ որ հույսեր են կապում ռուսական միջնորդության հետ կապված, որովհետև մենք ականատես եղանք, չէ, էթնիկ զտմանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ռուս խաղապահ կոնտինգենտի լուր ներկայությամբ, եթե այլ բառ չկիրառեմ։ Այսինքն սրանից հետո քննարկել եւ մտածել ռուս խաղապահների միջնորդությամբ ինչ կարող էր լինել եւ չլինել, ես կարծում եմ, որ ջալամային քաղաքականության պես մի բան է ձևանալ, որ ոչ մի բան չենք նկատի։ Ու էս ամենամեծ խնդրեմը։ Ասենք մարդիկ sense լուրջ դեմքով խորհրդանում կամ արտախորհրդանական ուժերը sense հարցազրույց են ասում, այս ռուսական միջնորդությամբ, այս ուրեմն այո, բանա, ուրեմն միջանցքը, հա, այսպես Ադրբեջանի կողմից Սյունիքով անցնող միջանցքի ռուս ներկայությամբ կարծես էթնիկ զտումը չի տեղի ունեցել։ Կարծես հայաթափումը չի տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի։ Չնկատել այսքանը, ես ուղղակի չգիտեմ, կամ չնկատել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ներխուժումը ադրբեջանական զորքերի կողմից։ Ստեղ էլա վարչապետը ինչ որ հայտարարություն արել, մենք չենք նկատել, կարող է բացակայենք եղել։ Չի եղել, չէ՞ նման բան։ Այսինքն ամեն ինչ sense վերցնել, փաստորեն Սերժ Սարգսյանը քաղաքացիական Ադրբեջանում տեղակայված քաղաքացիական կետերի վրա հարձակումը մեղադրում է հայերին, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը առհասարակ պատերազմի սկզբում մեղադրում են, բայց այս մարդիկ
Իսկ առհասարակ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները ասենց սիրում են գովել, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք, տեսեք, այսպես խաղաղ էր ամեն բան, ամեն ինչ ընթանում էր։ Հա, որովհետև Ռոբերտ Քոչարյանը բանակցություններով Հայաստանի սուվերեն տարածքից պատրաստ էր զիջել Ադրբեջանին։ Այսինքն այս մարտում պատերազմ հայտարարել էլ անգամ պետք չէր, հասկանում եք։ Բայց չէ՞ որ Արցախը մերը կլիներ։ Նախ ես շատ կասկածում եմ, որովհետև դրան հետևել է, եթե կհիշեք, վստահաբար տեսել եք Վարդան Օսկանյանի հարցազրույցներից մեկը, որտեղ ասում են ինչպիսի կարգավիճակ է ունենալու, եւ դրանից հետո, երբ որ բնականաբար պլանը մերժվել է Մեղրին փոխանակել եւ ոչ հայկական կողմից, ի դեպ Մեղրի փոխանակումը, ասում է, որ դրանք հավասարազոր կարգավիճակ պիտի ունենան։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է հավասարազոր լինի նրան, ինչը զիջվելու է Հայաստանից, ինչը բնավ անկախության կամ միավորման մասին չի կարող լինել։ Ես խորհուրդ եմ տալիս դիտել 2000-ականների Վարդան Օսկանյանի Ամեդ+ ընտրված հարցազրույցը, որտեղ իրեն ուղիղ հարցնում են ինչ կարգավիճակ է ունենալու, եւ ինքը չի ասում անկախություն, չի ասելու միավորում, ասում է հավասարազոր, որովհետև առհասարակ իրենց պատկերացմամբ այդ դիվանագիտական հմբմուտ տրուկն անելով Հայաստանն են ներքաշել։ Հայաստանն են ներքաշել թակարդի մեջ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պարզապես վերածել տարածքների վեճի։ Տեսեք, ԿՊ-ն իր կուսակցական վերջին համագումարի ժամանակ հրապարակեց որպես նպատակ 4-րդ հանրապետության հռչակումը եւ չեն դադարում, ասենք, դաշնակցությունից խորհրդանական մյուս դիմադիր ուժերից մեղադրանքները ուրացման վերաբերյալ հայ ինքնության, այսպես դեմ պատերազմի, Արցախյան էջը փակելու, արցախցիների իրենց տները վերադառնալու իրավունքներից հրաժարվելու, կարճ ասած թրքանալու եւ Ալիևի ու Էրդողանի պահանջները կատարելու վերաբերյալ։ Ինչ է սա, եթե ոչ թրքացում։ Ես խղճում եմ բոլորեն մարդկանց, անկեղծորեն խղճում եմ, ում ինքնությունը կախված է եղել կնիքի վրայի Արարատ Սարի ներկայությամբ։ Ես խղճում եմ, ես կարծում եմ մարդիկ ինքնություն չունեն, որովհետև եթե կառավարության մեկ որոշմամբ հնարավոր է զրկել այդ մարդուն ինքնությունից, ապա նա բացարձակ դա տարերից մեկն է։ Դա տարերից մեկը չի, դա պետություն ստեղծելու քայլ է։ Ինչու եմ այսպես գրոտեսկ նկարագրում, որովհետև ես կարծում եմ, որ մենք մեծագույն խնդիր ունենք անկախությունից ի վեր մեր պետությունը, պետականությունը պաշտպանելու գործում, եւ դրա հիմքերը դրվել են անկախության հենց սկզբից, եւ որ մեր հանրապետությունը ստեղծվել է բացառապես որոշ մարդկանց գլխերում հատկապես այլ սուբյեկտի գոյության համար եւ Անդրանիկ Թևանյանը տվել է դրա լավագույն ձևակերպումը։ Ում է պետք Հայաստանի Հանրապետությունը, եթե չկա Արցախի Հանրապետություն։ Սա բառացի Անդրանիկ Թևանյանի հայրենասիրության բարձր աստիճան։ Ահա, այսինքն եթե ես խղճում եմ այդ բոլոր մարդկանց, ում ինքնությունը հնարավոր է այսպես գրչի մեկ հարվածով վերացնել։ Այսինքն այս մարդիկ չեն պատկերացնում, որ դա ընդհանրապես ինքնության մաս լինել չի կարող կնիքի վրայի Արարատը։ Այո, ամեն առավոտ ես սիրում եմ արթնանալ եւ աշխատանքի գնալիս հիանալ, Արարատը հիասքանչ տեսարան է, հիանալի սար է, շատ սիրուն մաս է, իմ ինքնության մասն է, որովհետեւ ես մեծացել եմ այդ սարին նայելով։ Վարչապետը ուրացել է ձեր ինքնությունը։ Ոչ, վարչապետը չի ասում մի նայեք Արարատին, բայց ասում է Արարատը հայկական լեռնաշխարհի ամենաբարձր սարն է, բայց Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը Արագածն է։ Իմաստը ո՞րն է։ Իմաստը այն է, որ մենք Հայաստանի Հանրապետությունը չենք սիրում իր 29840 Սիրում ենք, ով է ասել։ Չէ, չենք սիրում, որովհետև հոգ չենք տանում, որովհետև պահանջ չենք ձևակերպում, օր առաջ սահմանազատել, ցանկապատը դնել, ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, պաշտպանել այն, հոգ տանել։ Ինքը ընդհանրապես միջոց է։ Իսկ սա միջոց չի։ Սա է մեր ավետյաց երկիրը եւ մենք գտել ենք իրեն եւ առաջարկում ենք մեր քաղաքացիներին։ Ինչ է 4-րդ հանրապետությունը։ 4-րդ հանրապետությունը իհարկե սրա մասին դեռ կխոսենք եւ շատ առիթներ կլինի խոսելու, բայց 3-րդ հանրապետության հիմքերում դրված ականներից ականազերծված պետություն է Հայաստանի Հանրապետությունն է 29800, որ իր հարևանների հետ ունի հարգալից կարգավորված հարաբերություններ, ով հայացք ուղղում է դեպի Եվրամիություն, հաշվի առնելով այն տարածաշրջանը, որում գտնվում է։ Չլսիք հարցս ոնց հասկանում։ Ականը Արցախն էր։ Ականը Արցախը չէր։ Ականը այն մտայնությունն է, որ դրել ենք Հայաստանի Հանրապետության անկախության հիմքերում եւ հետագայում դրանք լարել ու զարգացրել ենք։ Այդ այն միտքն է, որ մենք դրել ենք մեր
տեքստերում, մեր օրենքներում, հաճախ մեր նպատակներում, դա։ Իսկ որն է կառավարող ուժի պատկերացումը սահմանադրության վերաբերյալ, այնտեղ գիտենք, որ հռչակագիր անկախության հռչակագրին հղում, այսինքն որևէ նախաբան չի ունենալու եւ եթե չի ընդունվում այդ սահմանադրությունը հանրաքվեով, դա առիթ չի տալու Ադրբեջանի նախագահին ռևանշիզմի մեղադրանքը հիմնավորել, ասել տեսեք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայերն ունեն վերապահում եւ սա ուղղակի տարածքային պահանջ է իմ նկատմամբ, սա վտանգավոր խաղ չի, որ իշխանություն մտնում է։ Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի սահմանադրություն կունենա կորոշի ժողովուրդը, նախագիծը մենք կներկայացնենք, գիտեք աշխատանքներ է տարվում հանձնաժողովը երեկ էլ նիստ է գումարել, գիտեք, որ ես անդամ չեմ այդ հանձնաժողովի եւ ուրեմն մանրամասներն չեմ տիրապետում, հուսամ ֆրակցիային կներկայացվի նախագիծը եւ ֆրակցիան իր դիրքորոշումը նաեւ կհայտնի, որպես քաղաքական մարմին, բայց եթե այսպես ընդհանուր ձևակերպում տանք, Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության վերաբերյալ քննարկումներ մեկնարկել են դեռևս մինչ պատերազմ եւ մենք խոսել ենք էլի այն խնդիրների մասին, որոնք առկա են սահմանադրության մեջ, այսինքն այս աշխատանքները շուտ են մեկնարկել, իսկ քաղաքական առումով ես կարծում եմ մեր քաղաքացիները, ինչպես հարցազրույցում արդեն ասեցի, արձագանքել են իրականում այս փոփոխությունների անհրաժեշտությանը։ Իսկ եթե չարձագանքի եւ դեմ քվեարկեն։ Ես տեսնում եմ, որ արձագանքել են։ Ես իրականում վարչապետն էլ է համոզված, ասում է, եթե պարզվի, որ խաղաղության հետ կապ ունի, անհնար է, որ դեմ քվեարկեն։ Մի քիչ շանտաժային տար կա ամեն դեպքում այդ շանտաժային տար ես չեմ տեսնում, որովհետեւ գիտեք, ես համագումարի ընթացքում էլ կողմ քվեարկեք, որ լինի խաղաղություն, ասածը դա է։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները խաղաղություն ընտրել են։ Մեր քաղաքացիները ընտրել են ով բանակցի եւ մեր քաղաքացիները օժտել են մեզ այն լիազորությամբ, որով մենք առաջնորդում ենք Հայաստան դեպի խաղաղության դարաշրջան, տարածաշրջանում եւ ես կարծում եմ եւ ես տեսնում եմ այն աջակցությունը, որ ունի այս օրակարգը։ Եվ սահմանադրական փոփոխությունների շուրջ մենք ունենանք այդ զրույցը մեր քաղաքացիների հետ, խոստանում ենք, էլի կգնանք բակեր, համայնքներ եւ այս քննարկումը տեղի կունենա, բայց ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները իրապես մեզ լիազորել են անելու այն, ինչ մենք անում ենք եւ ես դիմադրություն որևէ չեմ նկատում եւ անդիմության իրար հետևից նվազող ցույցերը դրա վառ ապացույցն են, որ նրանք իրականում եթե նկատել եք մեր ընդդիմությունը անցել է այլ տակտիկայի, ավելի ներքաղաքական հարցեր է թիրախավորում, այլևս արտաքին քաղաքականության մասին խոսակցություններ այդքան շատ չունենում։ Ինչից խոսել։ Չէ, որովհետեւ իրենք էլ գիտակցում են, բոլոր պահանջները արդեն կատարվել են։ Որ խաղաղության օրակարգը Հայաստանում այլընտրանք չունի եւ խաղաղությունը այնպեսին, ինչպեսին մենք ենք պատկերացնում, հարցվողների, եթե չեմ սխալվում, գրեթե 58% աջակցում էր։ 58 47% խաղաղության պայմանագրի շուրջ, այդ այն պահին, երբ որ խաղաղության պայմանագիր դեռ հրապարակված չի եղել եւ այնքան է դեմոնիզացված եղել, որ էլ ասելի չի, եւ ես սպասում եմ, որ քարոզարշավի ընթացքում բոլոր այն մարդիկ, ովքեր ստել են խաղաղության պայմանագրի, Ամերիկայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, նախ ներողություն կխնդրեն մեր քաղաքացիներին, իրենց վիշտը քաղաքական քվե դարձնելու փորձերի համար եւ ըստ արժանվույն էլի քաղաքական գնահատականի կարժանանան։ Իսկ որ միջանցքը տվեցիք թուրքերին եւ ամերիկացիներին, ինչու մեր բարեկամ ռուսներին չտվեցիք եւ թուրքերին տվել ոչ միայն միջանցքը, Սյունիքը ոնց էին ասել, Սյունիքը արդեն զիջեցին այսօր երեկոյան Վաշինգտոնում։ Ես այդ մարդկանցից ակնկալում եմ ներողության խոսքեր, որովհետեւ այդ վիշտը հավերժ կապիտալիզացնելու իրենց փորձերը ուղղակի անհնարին է, ձախողելու են։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Սոնա Ղազարյանին։